Բարի լույս ընկերներ, փոքրիկներս դեռ քնած են, առավոտ ժամը 6-ն է, արթնացել եմ, ուզում եմ սուրճ խմեմ լռության մեջ, մի փոքր աշխատելու բան ունեմ, աշխատեմ, որովհետև այսօր պետք է փոքրիկներին տանեմ մանկապարտեզ, հետո վերադառնամ, աշխատողներ են կրկին գալու տուն, ահագին գործ ունեն անելու, պետք է վերջացնեն, ինձ ծանր օր է սպասվում իրանց հետ և ընդհանրապես կարող եմ ասել, ես կարոտում եմ արդեն իմ զբոսանքները կենտրոնում, հոլովակները, որ նկարում էի ձեզ համար կենտրոնից, փողոցներից, շատ կարոտում եմ այդ ամեն ինչը, բայց այսօրվա դրությամբ պետք է մի քիչ համբերություն ունենամ, որտև այս աշխատանքները շատ կարևոր են և ես պարտավոր եմ տունը լինեմ, որպեսզի հետևեմ իրենք ինչ են անում, շատ անգամ հարցեր այլ իրենց մոտ առաջանում, շատ ձանձրալի է իհարկե, երբ որ քո տան մեջ մարդիկ կան, դու ոնց որ քո տանը չլինես, բայց այս մի քանի օրը դեռևս գալու են, որտև պետք է աշխատանքներ վերջացնեն, քանի որ դրսի հետ են կապված աշխատանքները, իրենք ընտրում են օրեր, երբ որ անձրև չկա, որպեսզի կարողանան այդ դրսի աշխատանքները անեն, այնպես որ պետք է օգտվենք հանգամանքից, երբ որ իրանք աշխատանքները վերջացնեն, ես հույսով եմ, ես շատ կարոտել եմ, չեք պատկերացնում ինչքան, որ կարողանում էի գնայի, կենտրոնում սուրճ խմեի, զբոսնեի, ինչ-որ մարդկանց հանդիպեի, թանգարան գնայի, ես իրոք շատ դրանից լիցքավորվում եմ ու հենց այդ ամենն էլ ինձ դուր է գալի Ֆլորենցիայում ապրելու, որ շատ կարճ ժամանակում ես իմ տանից ընդամենը տրամվայով, ավտոբուսով հասնում եմ կենտրոն, զբոսնում եմ, լրիվ այլ միջավայրի մեջ եմ հայտնվում, հետո նորից վերադառնում եմ իմ տուն, հանգիստ, կարողանում եմ այլ գործերով զբաղվեմ, բայց անընդհատ նույն միջավայրում փակված լինել ինձ համար բավականին դժվար է, բայց ենթադրում եմ սա էլ կանցնի ընկերներ, դուք էլ համբերությամբ զինվեք, անպայման երբ որ սա վերջանա, այս ամենը մեր աշխատանքները վերանորոգման, կգնամ կրկին թանգարաններ, եկեղեցիներ, հետաքրքիր վայրեր ձեզ անպայման ցույց կտամ։ Շուտ տունից դուրս եկա, որովհետև արդեն ճիշտ ասած հոգնեցի, առավոտվանից մենակ հասրեցի մի հատ խանութ գնամ, երեխաներին տանեմ և ամբողջ օրը էլի նվիրված էր վարպետներին, 5 հոգի մարդ աշխատում տանը, գրվել կարելի է, պատրաստեցի իրենց համար ճաշ, հրավիրեցի, կերակրեցի, ամեն ինչ արել եմ, ուղղակի ես հոգնեցի, մի տեսակ իմ տունը ոնց որ իմ տունը չլինի, էլ չասեմ, որ ամեն անգամ երբ որ գալիս են հատակը, պատկերացնում եք ինչ ա լինում, նորից ես ամեն անգամ լվանում եմ այդ հատակը, թե չէ սև ա դառնում, և ծանր ա, ես երևի չեմ սիրում, որ իմ տան մեջ անընդհատ անծանոթ մարդիկ լինեն, իմ վրա մի քիչ ծանր ա ազդում, գիտեք, ես ամեն ինչը դժվար է, չեմ կարողam հանգիստ նստեմ, հանգիստ իմ համար, իմ գործերը դասավորեմ, ես մի քիչ շատ երևի ծանր եմ տանում, նույնիսկ շուտ թողեցի դուրս եկա, հələ շուտ է դպրոց գնալու համար, բայց շուտ դուրս եկա, որտև ասեցի, որ երևի ավելի լավ դուրս գամ մի քիչ քայլեմ, ուղեղս անջատվի, քան թե լիսենց նստեմ այդտեղ, թողեցի իրանց դուրս եկա, գնում եմ այնտեղ, ինչպես միշտ գնում եմ իմ գեղեցիկ ճանապարհով, կամելիա է, գիտեք, մինչև հիմա վրան ծաղիկներ է, բավականին ցուրտ է, բայց ամբողջը ծաղիկներով է պատված, այս հատվածն է, որտեղ այդ ձիերին են պահում, բաց է, միշտ կարելի է մտնել, չգիտեմ, կհանդիպեմ այսօր, որևէ մեկին, թե ոչ, շատ կուզեի հանդիպեի, շատ գեղեցիկ են, այսօր չկան,
անգամ ես եմ շուտ եկել, այնտեղ են հեծնում են, այնտեղ փակ տարածության մեջ տեսնում եմ, որ վազում են, բայց դուրսը չկա ոչ մեկ ցավոք սրտի, բայց մի հատ նայեք էս կանաչը ժողովուրդ, անծայրածիր սենց կանաչա, ինչ սիրուն ա չէ, ոչ ջրում են, ոչ խնամում են, այնքանա որ կտրտում են, որտև այստեղ մնում է հասցնես կտրտես այս կանաչը, որտև այլապես դա անկառավարելի կլինի, այս հատ կանաչա, հենց օդա լավ, համ գեղեցիկ է, ու հեն ամենահետաքրքիրն է, որ հեսա ձմեռ կլինի մինուս 2-3 չէ, այս ոնց կանաչ կա, այտենց կանաչ կա, ոչ մի բան չի փոխվում, այդ կանաչը, չէ, չկա, այսօր դիուկները չկան, դուրս չեն բերել ամեն դեպքում, երևի ներսի հատվածում են, այնտեղ են, դրսում չկան, ցավոք սրտի, ես համարը նկարեցի, որպեսզի զանգահարեմ և երեխաների համար հարցնեմ, հեսա մի հատ երեխա ենթադրում եմ, եկավ իրա պարապունքի ժողովուրդ ջան, արդեն այդ հագուստով, ինչ հավեսով ժողովուրդ, իմ հավեսն էլ տվեց, չէ, հեսա զանգեմ, ու մի հատ հասկանամ, ինչպիսին են պայմանները, ինչ տարիքից կարելի է բուջուրներին բերել, գաղ շատ փոքր են, հələ չի կարելի, չգիտեմ, որտեղ շատ ա դուրս գալիս, չեք պատկերացնու ոնց, շատ ընկերներ, ուղևորվում եմ, ճանապարհորդվում եմ դեպի մանկապարտեզ, փոքրիկներին տանեմ տուն և շարունակեմ տնային գործերը։ Ընկերներ, հենց նոր վերադարձանք դրսից, մտանք սուպերմարկետ, դպրոցում խնդրել են գնել այսպիսի տետր, ուզում էի ձեզ հետ կիսվեի, ստեղ շատ հետաքրքիր է, տետրերը փոքր չեն, ոնց որ մեզ մոտ ենք սովոր, այսպիսի մեծ են, A4 ֆորմատի տետրեր են, և ամենահետաքրքիրը, որ ինձ զարմացրեց, կոնկրետ նշել էին, թե պետքա ինչ չափի լինի այս քառակուսիկը, օրինակ ես չէի իմանում, որ սենց բան կա, ամեն քառակուսիկ առանձին այդ իրա վրա հենց նշված է, սա 1 սանտիմետրը մեկի է, այդ տարիքային խմբի երեխաները սրա վրա են գրում նկարում, այսինքն կա գծավոր, ամեն մեկն ունի իր չափը, իր կերպարը, պետքա ըստ քո ցուցակի դու փաստորեն գնես ինչ որ քեզ պետքա, ենթադրում եմ սկսելու են գրել, ինքը արդեն 5.5 տարեկան է, մյուս տարի գնալ է դպրոց, ենթադրում եմ մանկապարտեզում ինչ որ նախնական սկսում են սովորացնել, վերցրեցի արդեն լվացած և կտրատած սալատներ տարբեր տեսակի, վերցրեցի պեների գատե, այս տիպի մակարոն, վերցրեցի սպագետի, ոնց կլինի չվերցնենք մեր ընկերուհու ուտելիքը, այս մեկ տոպրակ, երկրորդ տոպրակ, սա վերցրեց իմ աղջիկը, ժողովուրդ, ես չգիտեմ ինչի, բոլոր երեխաները սիրում են այս տորտը, կոչվում է պան դի ստելե, այսինքն սովորական նմանա բիսկվիտի պլամ քեյքի խմորի սա, վրան սենց առանձին տոպրակի մեջ այս աստղիկներն են, որոնք երեխաները սիրում են, այսինքն շարել և ուտեն, բոլոր ծնունդները անցնում են այս տորտով։ Առաջին անգամ վերցրեցի շիրոպո դի ագավե, ագավայի սիրոպ, ուզում եմ ինձ համար փոխարինեմ, քաղցրավենիքները փոխարինեմ սրանով, տեսնեք, շաքարը փոխարինենք սրանով, եթե ինձ դուր կգա, չգիտեմ, վերջում ձեզ կասեմ ինչքան եմ ծախսել, վերցրեցի վիլեդայի այս, ինչպես է կոչում կտորները, հա, երևի, չգիտեմ, միկրոֆիբրա չի սա, սեղանը մաքրելու համար, վերցրեցի կոկա-կոլա, բայց այդ սուպերմարկետի արտադրած կոկա-կոլան, այլ ոչ թե հայտնի հենց բրենդն է, ամեն սուպերմարկետ այստեղ ունի նաև իր արտադրությունը, եւ չզարմանաք, եթե գնաք սուպերմարկետ, կոչվի Էսելունգա կամ կոպ, եւ դուք տեսնեք շատ արտադրանքներ այդ սուպերմարկետի անունով, այստեղ բոլոր սուպերմարկետները ունեն անձնական արտադրություն բոլոր ապրանքների, սկսած մսից, վերջացրած կոկա-կոլա, ինչ ասեմ, ամեն ինչ։
Այս երկրորդ տոպրակ ընկերներ։ Վերցրեցի քերած տարբեր տեսակի պանիրներ իրար հետ խառնած։ Վերցրեցի Վիլեդայի 2 միկրոֆիբրա։ Իդեպ միկրոֆիբրան երբ որ ընտրում եք, երբ որ ձեռքը այսպես եք անում, պետքա կպնի մատերին։ Այդ չի նշանակում, որ ձեր ձեռքը չոր է։ Ձեր ձեռքը բացարձակ չոր չի։ Եթե կպավ մատերին եւ սենց տհաճ զգացողություն առաջացավ, ոնց որ կպնի, նշանակում է միկրոֆիբրան շատ լավ որակի է։ Եթե չկապավ ձեր ձեռքերին, ուրեմն մի արեք։ Վերցրեցի արդեն սենց կտրտած գազար, չգիտեմ ինչու իմ աղջիկը, երբ որ ես եմ կտրատում, ինքը չի ուտում, իրան դուր է գալի այսպես կտրատած առնել։ Վերցրեց ինքը, քանի որ ասեցի արդեն նոր տարին է ստեղ, արդեն սկսվել է, Այստեղ վաճառում են նոր տարուն 2 տեսակի խմորեղեն, մեկը կոչվում է Pandoro, մյուսը կոչվում է Panettone։ Նման է նրան, ինչ որ մեր մոտ զատիկին ենք ուտում։ Իրանք ուտում են նոր տարուն։ Նա վերցրել է Pandoro այս բարբիներով։ Փոքր աղջիկս վերցրեց այսպես յոգուրտ, հատապտուղներով եւ սպիտակ յոգուրտով։ Ես վերցրեցի բուրրատա։ Բուրրատան շատ նման է մոցարելլային, բայց երբ որ դուք բացում եք իրան, իր մեջը սենց կրեմային սիրտ է։ Ես հարկե ինչ պետք է իրանք վերցնեն սա։ Եվ վերցրեցի այս կոնֆետները, սա իմ ամուսինն է շատ սիրում, Ferrero Rocher-ն։ Եվ վերցրեցի կավալուչի։ Կավալուչին եւս վաճառում են միայն նոր տարուն։ Այսինքն կան քաղցրավենիքներ, որոնք մեր մոտ վաճառում են հստակ ժամանակաշրջանում։ Օրինակ սա նոր տարվանն է։ Զատիկը ունի իր արտադրանքը։ Կոնկրետ նոր տարուն շատ տեսակներ կան, որոնք միայն կբերեն նոյեմբեր եւ մաքսիմում մինչեւ հունվար ամիս։ Այնուհետեւ դուք չեք կարող գտնել այն ոչ միտեղ։ Դե համար երբ որ լինում է մենք մի անգամից առնում ենք, մեկը սա է, մյուսը կավալուչին է։ Կավալուչի հայրենիքը Սիենան է։ Շատ հետաքրքիր խմորեղեն է, հեսա ես կբացեմ, կկտրատեմ եւ ձեզ ցույց կտամ ինչ է իր մեջ։ Իսկ հիմա ձեզ կասեմ ինչքան ծախսեցի։ 31 եվրո 68 ցենտ։ Այսպես ամեն օր իմ ձեռքի հետ ես համարյա ամեն օր մտնում եմ սուպերմարկետ ընկերներ, որտեվ մեկ էսա պակաս, մեկենա պակաս, մեկ էսա պակաս, մեկենա պակաս, համարյա թե ամեն օր կամ օրը մեջ ես գնում եմ սուպերմարկետ, այսինքն 20-ից 30 եվրո ծախսում եմ, եւ դա չհաշված մեր գնումները, որոնք անում ենք, ասենք 2-3 շաբաթը մեկ մեծ գնումներ, հա։ Ցավոք սրտի այդպես է, միշտ ինչ որ մի բան չկա։ Հիմա ես ձեզ ցույց կտամ սրանք ավելի մանրամասն։ Ընկերներ, եկեք միասին բացենք։ Ոյասված, ինչպես լավ փակված, չէ։ Առանց մկրատ երևի թե չի ստացվի սա բացել։ Մեկը վերցնեմ, ձեզ կտրատեմ, որ դուք տեսնեք մեջը ինչ է։ Ընդհանուր առմամբ ալուր է, բազմաթիվ քանակությամբ ընդեղեն, չրեղեն, տիպիկ Սիենայի քաղցրավենիք, ամենահայտնի, եթե գնաք Սիենա ոչ նոր տարուն, ենթադրում եմ մնացած ժամանակներում էլ հնարավոր կլինի սա գտնել։ Այսպիսին է, բավականին պինդ է, եթե նկատեցիք, այսպիսին է ինքը, կարող եք տեսնել մեջի չրերը, հետաքրքիր բան է։ Բավականին քաղցր է եւ գիտեք ինչ համ ունի, մեջը շատ համեմունքներ կան։ Տարատեսակ համեմունքներ, ասենց ասեմ, կարող է ոչ բոլորին դուր գա, բայց փորձել հաստատ արժե։ Շատ համեմունքներ են մեջը, տարատեսակ։